Բարի օր ձեզ սիրելի բարեկամներ։ Ես հիմա ձեզ մի պատմություն եմ պատմելու մի կնոջ մասին, թե ինչ պատահեց իր հետ, երբ ինքը իր կյանքում 40-ից ավելի աբորտներ էր արել։ Եվ հիմա ինքը 89 մոտ անձնավորություն է, անկողնու մեջ պարկած, տառապանքի մեջ, խաղաղություն ու հանգիստ չունի։ Իր թոռներն ու զավակները կռվում են իրար հետ, սաղմբոստության հոգու մեջ են, ուրախություն չկա։ Ու հիմա այդ կինը զղջում է եւ ապաշխարության մեջ է։ Կամ ավելի ճիշտ, նոր ուզում է սկսել իր ապաշխարումը։ Մի քանի օր առաջ ինձ գրեց իր թոռնիկը եւ պատմեց այս ամեն ինչը եւ խնդրեց, որ ես անանուն ձևով պատմեմ ձեզ, որպեսզի դուք իմանաք եւ դուք էլ հրաժարվեք մեղքից, որովհետեւ երբ որ մեղքը անում ու գործում եք, սիրելի բարեկամներ, ու հետո քեզ թվում է թե քո հետ ոչ մի բան չի պատահում, նորից երեխաներ ես ունենում աբորտից հետո, երեխաներդ մեծանում են, մի մտածի, որ հեսա ուրախությունը միշտ մնալու է, դու հաշվետվության ես կանչվելու այդ քո արած գործի մեղքերի հետ։ Ուրեմն այս պարագայում դեպքը կատարվել էր Արցախում, բայց չմտածեք, որ հանկարծ ես Արցախի իմ քույրերի ու եղբայրների դեմ մի բան ունեմ, որովհետև սա զգուշացում է մեզ նրանց համար, ովքեր դեռ սիրում ու փայփայում ենք Հայաստանը, որովհետև եթե մենք ինքներս հրաժարվենք այս մեղքերից, հնարավոր է, որ մեր գլխին էլի նույն բանը գա, եսի նկատի ունեմ հայրենիքի ցավալի կորուստը։ Ուրեմն պատկերացրեք մի տատիկ, որ իր կյանքում 40 աբորտ է արել։ Պատկերացրեք, որ այս աղջիկա մյուս տատիկը, ով որ աշխատել է հիվանդանոցում, նա էլ այս մի տատիկի աբորտներն է արել, այդ թվում նաև ուրիշ աբորտներ, որովհետև բուժքույր է աշխատել։ Պատկերացնում եք, երիտասարդ աղջիկ, մի տատիկը 40 աբորտ է անում, 40-ին մոտ կամ ավել, ինքը խոստովանել է այդպես, իսկ իր մյուս տատիկը, ասենք հորական կողմի տատիկը աբորտ անում կամ մորական կողմի, իսկ մյուս կողմի տատիկն էլ հիվանդանոցում է աշխատում, սրա աբորտներն է անում։ Այս մեկը մերը գնացել է արդեն, մահացել է 20 թվականին, պատերազմից մի քանի ամիս առաջ, հասկանում եք, ու ես չգիտեմ, զղջաց, ապաշխարեց, բայց գնաց, ու թոռնիկն ասում է, որ ես չեմ էլ ուզում մտածեմ, թե ուր է հիմա իմ այն մյուս տատիկը, իսկ այս մյուս տատիկը, որ 40-ից ավելի աբորտ է արել, անկողնու մեջ է, ապրում են աշխարհի մի կողմում, տառապանքի մեջ, ցավերի մեջ, ու խորապես զղջում է։ Եվ մտածում են, թե ինչպես անեն իր ապաշխարության գործը եւ ինչքան կհասցնի խոստովանել։ Եվ հետևանքը գիտեք որն է, որ այսօր իր թոռնիկները կռված են իրար հետ, խաղաղություն չկա, սեր չկա, միայն տառապանք ու ցավ։ Ինչն է լավ էս ամեն ինչի մեջ, որ այս ցավի ու տառապանքի մեջ իր թոռնիկը հասկացել է, որ մենք այս բոլոր կորուստները ունեցել ենք ու այս տառապանքի մեջ ենք, որովհետեւ այս մեղքն են գործել։ Եվ ասում է, ես ինչպես կարող եմ օգնել իմ ընտանիքին եւ ինչպես կարող եմ օգնել իմ տատիկին։ Ես հարցրի ասի, իսկ ձեր ընտանիքում արդյոք մենակ դու ես sense մտածում, թե բոլորը, ասես ճիշտն ասած, հիմա մեր ընտանիքում գրեթե բոլորս տենց ենք մտածում, երևի նկատի ունի անմիջական ընտանիքը, տատիկը զղջում է, որ այդքան աբորտներ է արել, իսկ ինքն էլ շատ զղջում է եւ մենք խոսում ենք եւ բոլորը ինքը հասկանում էր, որ պետք է կյանքը փոխել, որ այս ամեն ինչը հավանաբար գալիս է մեր վրա մեր մեղքերի պատճառով։ Եվ ինքը ուզում էր, որ ես այս պատմությունը ձեզ պատմեմ, ես ձեզ պատմում եմ որպես կյանքի օրինակներ, որովհետև ցավոք սրտի մեր իրականության մեջ ոչ մամուլում, ոչ հեռուստատեսության, ոչ թերթերի մեջ չեն գրում sense պատմություններ, որ լսեք այդ մեղքերը, որ դուք գործում եք այսօր, ձեզ թվում է թե պատասխան չկա, հաշվետվություն չկա, դուք մի մտածեք, որ Աստված չկա։ Ժամը գալու է, ձեզ ժամանակ է տրված ապաշխարելու։ 30 տարի մեզ ժամանակ տրվեց, որ Արցախը դարձնենք Սրբազան Հայաստան։ Իսկ ինչ արեցին մարդիկ։ Մի անգամ ինչպես պատմել եմ նախկինում, Արցախի մի падգամավոր ինձ ասեց, կին падգամավոր, ինձ ասեց, որ գիտես, ասեց, ստատիստիկայով 30 տարում այստեղ ավելի շատ աբորտներ ա արվել, քան թե երեխաներ են ծնվել։ Դուք ո՞նց եք նայում, քրիստոնյաներ ջան, կամ սովորական մարդիկ, որ լսում եք այս ձայնագրությունը, Աստված ո՞նց պիտի նայի այս ամեն ինչին։ Դուք ինչ եք կարծում։ Իմ բերանը չի պատտվում մի բան ասել, բայց ես ուզեցա այս պատմությունը կիսել ձեզ հետ եւ խնդրել ձեզ, որ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, կիսեք ձեր էջերին, որպեսզի մարդիկ իմանան, որ Աստված ժամանակ է տալիս ապաշխարելու եւ երբ որ ժամանակն անցնում է, հաշվետվություն է կանչում։
Սիրելի ժողովուրդ, ապաշխարեք, դարձի եկեք ու ապաշխարեք, ահա մենք կանգնած ենք ավակ շաբաթվա առջև։ Վաղը ծաղկազարդը, ճիշտ ասած, ես մտածում եմ ծաղկազարդի մասին պատմեի մի հատ ինչ-որ ձայնագրություն անե այդ մասին, ձեր հետ կիսվեինք, որ մնայինք այդ օրվա խորհրդի մեջ, բայց ինչ օգուտ ունի այդ ամեն ինչը, եթե դուք գնում եք էլի աբորտներ եք անում, եթե դուք չեք գնում պատարագի չեք մասնակցում, եթե դուք Քրիստոսի հետ անհատական հարաբերություն չունեք, եթե դուք ձեր սեփական մեղքերը չեք տեսնում, քարեք գցում ուրիշների վրա, ուրիշների մեղքերը, որ ավելի հեշտ է տեսնել, դա է կամ ինչ օգուտ ունի այդ ամեն ինչը։ Մենք մենակ մի բան պիտի անենք։ Զղջանք, ապաշխարենք, հրաժարվենք մեր մեղքերից, քչացնենք մեր մեղքերը եւ գիշեր ցերեկ խնդրենք մեր երկնավոր Հորը, որ մեր վրա առաքի իր Սուրբ Հոգին, որովհետեւ երբ որ մեր Հայրը մեր բոլորի վրա առաքի իր Սուրբ Հոգին, մենք բոլորս լցված լինելով իր Սուրբ Հոգով, Աստուծո Սուրբ Հոգով, մենք չենք գործի այդ մեղքերը, որովհետեւ մենք լցված կլինենք Աստուծո Սուրբ Հոգով։ Դե լավ ժողովուրդ ջան, մտածեք այս բաների մասին, կիսեք այս ձայնագրությունը ձեր երեխեքի հետ, ձեր էջերին գրեք, ձեր էջերին կիսեք, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ տեսնեն եւ ովքեր որ արել են այս մեղքը, զղջան, խոստովանեն մեղքը, որովհետեւ առանց խոստովանության ապաշխարություն չի լինում։ Մեղքի համար մարդը պետքա զղջա եւ պետքա խոստովանի, դրա համար մեզ լեզու է տրված, մեզ մարդկանցս խոսելու կարողություն է տրված, որ խոսքերով ապաշխարենք եւ խոսքերով խոստովանենք մեր մեղքերը, խոստովանեն իրենց մեղքերը եւ դառնան դեպի Տեր Հիսուս Քրիստոսն ու ապաշխարության կյանք ապրեն, որպեսզի ներվի այդ մեղքերն իրանցից եւ թողություն ստանան։ Դե բարի օր բոլորիդ, Փառքոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։